Բարձրյան, ուղղակի ասեմ, որ մեր մոտ ծրագրային բյուջետավորումը եւ ոչ միայն ինչքան փող է ծախսվել, այլ նաեւ այդ փողով ինչ արվել է։ Բնականաբար բոլոր սպեկտրով հարցերը գործունեության մասին 100%-ով տեղավորվում են բյուջետային քննարկման։ Առավոտվանից գայեք, ես առավոտվանից դարձան քննարկում։ Շնորհակալ եմ։ Ես գալիս եմ ավելի հաճախ, քան թե որևէ այս ազգային ժողովի 8-րդ գումարման որևէ падգամավոր, եթե նայեք ամենաշատը թե կատարողականի, թե նախագծի քննարկմանը ես եմ գալի։ Լավ, ճիշտ կլինի այդ մեղմ ակնարկը ուղղվեր այլոց։ Օրինակ ֆինանսա-բյուջետային հանձնաժողովից հիմա մենակ ես եմ ստեղ նստած։ Ես եւ Տիկին Անավազյանն ենք։ Շատ լավ, շնորհակալություն։ Հիմա հարցս երկու հարց ունեմ, մեկը մասնավոր, մեկը ընդհանրական։ Առաջինը ընդհանրական հարցը։ Կասեք, օրինակ 24 տարվա ընթացքում քանի ոստիկանի նկատմամբ է քրեական գործ հարուցել եւ խոսքը չի գնում բարեկա կաշառքա վերցվել, գործն ուղարկվել է դատարան, խոսքը գնում է հասարակական կարգի պահպանման ժամանակ բազմաթիվ բողոքներին, ոստիկանների գործողությունների դեմ։ Կոնկրետ, քանի մարդա ձեր կողմից գնալ, այսինքն մեղադրականով կամ ձեր վճռով քրեական գործ հարուցվել, քննություն իրականացվել, հետո այդ գնացել է վերև։ Լավ, կոնկրետ դեպքեր եւ ինչով է դա պայմանավորված։ Եվ երկրորդ հարցը իմ հետ է կապված, որտեղ այնքան հետաքրքիր բաներ ա ձեր գերատեսչությունից եկել, որ կարծեմ սա պետք է դասագրքերում գրվի, էլի։ Օրինակ ներկայացվում ես փաստեր, լավ, տեսալսողական, մի մասի գրվում է, ստեղ գրված է, մյուսը որոշվում է անտեսվել, կարող եմ ներկայացնել։ Գրված է, որ հարյուրավոր մարդիկ են մասնակցել ակցիային, բայց վկայությունները բերվում է բացառապես ոստիկանների։ Տրամաբանական է, չէ՞ որ եթե գրում եք հարյուրավոր տասնյակ մասնակիցներ են եղել, այդ տասնյակից մեկ ուրիշի վկայություններ թող ձեր քննիչը գրեր։ Ինչի՞ է բացառապես ոստիկանների վկայությունները գրում։ Կա երկու կողմի միջև 180 աստիճանով տարբերվող ցուցմունքներ։ Կարող եմ փոխանցեմ, կփոխանցեմ։ Ինչի է ընդհանրապես մի կողմ, ինչի չի կազմակերպվում RRS-ում։ Կարող էր կազմակերպել, կարող էր չէ, բայց 180 աստիճան հակառակ, ուրեմն վկայություններ են տրված, չի կազմակերպել, բայց հիմա գամ ամենահետաքրքիր մասին, լավ։ ՀՆԳ ոստիկանության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունից ստացել է պահանջված տեղեկատվությունը պարունակող տեղեկանք, որով նշվել է, որ 24 թվականի ապրիլի 26-ին Դավուշ անուն հայրենիքի շարժման 40 մասնակիցներ, մի հատ նայեք, էլի 40-ա թե չէ։ Լավ, ամեն դեպքում գրված է, որ ես եղել եմ այդ ակցիայի կազմակերպիչներից մեկը, ավելին ասեմ, Հրազդանի ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը տեղեկացել է, որ ես եղել եմ կազմակերպիչ։ Հիմա, այս տեքստը, որ կարդաք, ինչ է ստացվում։ Ոմն մեկը, դեռևս չբացահայտված, բերման է ենթարկվում, կամ տարվում է տեղս է գրված անվտանգ վայր, չնայած ինչով էր այնտեղ ավելի վտանգավոր չգիտեմ, Զորիկ Ավդիշոևի գրածի ծերևում է, որ ինքը ինչ ճանաչել է, չի կարող չճանաչել, որովհետև իր այդ հանդիպել են կերպ ինքը եղել է նաև Արաբգիրի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, բայց հենց պարզվել է, որ այդ ոմն բերման ենթարկվածը պատգամավոր է, լինելով փակելով Սևանի մայրուղին, կազմակերպել է այդ նամ, իրան բաց են թողել։ Ես ուզում հասկանամ, եթե ես պատգամավոր չլինեի, եւ ես կազմակերպեի այդ ճանապարհը փակելու ակցիան, գոնե վարչական հետևանք դա ունենալու էր, թե չէ։ Ուզում հասկանամ, այսքան ձեր թղթի ծերևում է, որ կոռուպցիոն ներողություն քննչական կոմիտեն, ասում այն ինչ որ թույլատրելի է պատգամավորին, թույլատրելի չէ սովորական մահկանացուին։ Սա ձեր թղթով, ձեր կնիքով եկած թուղթ է։ Մարդը պարզ գրում ասում է, իմացել եմ ով է, ինքն է կազմակերպիչը, դա զառանցանք է իհարկե, սուտ է,
ժամանակ ու հավեցնեն այդ դրա համար դատի կտա իրան, բայց քանի որ գիտեմ ինչ հետևանք է ունենալու։ Բայց ասում եմ իմացել ենք ինքը պատգան վրա տեղափոխել ենք անվտանգ վայր, ուժով բռնություն կիրառելով, բայց հետո բաց ենք թողել։ Մնացած կեղծիքների մասին չեմ խոսում էլի։ Շնորհակալություն։ Ես միջև պարոն Պողոսյան, ներողություն։ Մենք ներմուծել ենք նոր ինստիտուտ, որը ներառում է նաև քննչական կոմիտեի նախագահի հաղորդման, բանավոր հաղորդման ներկայացումը ազգային ժողովում։ Ես պարոն Պողոսյան ներողություն կտամ այս հարցին անդրադառնալ, բայց պարոն Խաչատրյան շատ անկեղծ էլի եւ ինստիտուտի նկատմամբ հարգման տեսանկյունից եւ գործընթացի նկատմամբ հարգման տեսանկյունից չեք մտածում, որ այս հարցը պետք է տրվեր պարոն Պողոսյանին։ Նախ, չգիտեմ, ինչքանով կոռեկտ է անդրադառնալ այս հարցին, այս հարցի պատասխան տվողը միակ դատարանն է այս պայմանությամբ։ Բայց արդյոք կոռեկտ է, հիմա կներեք, էլի, ես պարոն Պողոսյանին հարցի հնարավորություն կտամ պատասխանելու։ Արդյոք կոռեկտ է, դուք եք ասում, էլի։ Ունենք ինստիտուտ, որի շրջանակներում այդ հարցը կարդար չի տրվի, բյուջետային քննարկման ժամանակ ենք եկել, տալիս ենք այդ հարցը։ Այո, կոռեկտ է, պարոն Վարդանյան, որովհետև կա այլ օրինակներ, օրինակ Լևոն Քոչարյանի բողոքը ոստիկանության դեմ, Արծվիկ Մինասյանի բողոքը մերժվեց, գործը գնաց հասավ վճռաբեկ։ Դուք շատ լավ հասկանում եք։ Հասել է վճռաբեկ դատարան, պարոն Վարդանյան, հասել է վճռաբեկ դատարան, ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ Այսինքն այն ինչ որ դուք եք ասում, չի գործում։ Փաստացի 2, 3, 4 դեպքի օրինակով Գեղամ Մանուկյանի գործը։ Պարոն Խաչատրյան։ Եվ դրա համար ես ստեղ որպես պարոն Վարդանյան եւ ստեղ գտնվելով մարդիկ գումար են ստացել, գումարը ծախսել են, եւ ես իրավունք ունեմ կոնկրետ մի օրինակի վրա ասեմ, որ եղել է ոչ արդյունավետ։ Ինչով բյուջետային կատարողականի քննարկումը չի բավարարում վատ ուրեմն հարթակ են։ Գումարը ծախսվել է, այս գրող քննիչը աշխատավարձ է ստացել, լավ։ Եվ ես իրավունք ունեմ հարցնեմ, այս մարդը որ աշխատավարձ է ստացել, արդյոք այդ գումարը արդյունավետ է ծախսվել, այս մարդուն աշխատավարձ վճարելով։ Շնորհակալություն։ Ես հիմա հարցը հստակեցեցի, արդյոք աշխատանքի արդյունավետությունն ենք, ես էլ բան ավելացնեմ, կներեք, յուրաքանչյուր քննիչ ունի 319 գործվարություն, պարոն Պողոսյան։ Ոնց է կարողանում այդ 319 գործվարություն ունենալը, որը իապես աճել անցյալ տարվա համեմատել է, ապահովեք եւ որակ եւ նման քննություն։ Խնդրեմ, շնորհակալություն։ Եթե բյուջե են քննարկում, այդ տրամաբանությամբ գնանք առաջ։ Վարդանյան, բյուջեն թիվը չի։ Ես դա համար եմ ասում, լավա դուք առավոտից տեղ եք եղել, բայց չեք էլ տարբերությունը չեք հասկացել։ Բյուջեն գործողությունն է։ Պարոն Խաչատրյան, ուրեմն դուք ուզում եք ասեք, ես չեմ հասկանում, հա? Ես ուզում եմ ասեմ, որ մենակ վիրավորական արտահայտություն։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, որ իմ հարցը մի հարցեք խանդական հարց էր, որը ընդհանրապես պիտի ստե չքննարկվի։ Դա բյուջեի արդյունավետության հարցը։ Եթե դուք իմ հարցն է, բյուջեի արդյունավետության հարց։ Արդյոք 319 գործ վարույթում տարեկան ունեցող քննիչը կարող է արդյունավետ։ Շատ է, ուրեմն իմ հարցից բացի պարոն Վարդանյանի հարցին առանձին անդրադարձեք, խնդրում եմ, որտեղ իր այդ ռեմարկի իմ հարցը ոչ մի կապ չունի։ Պարոն Խաչատրյան, ինչ վերաբերում է հասկանալ չհասկանալուն, խնդրում եմ կոռեկտության մեջ եւ զուսպ արտահայտվեք, էլի։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Պողոսյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, մի հատ ճշտում անեմ հարցի հետ կապված, նոր պատասխանեմ հազար հարցին։ Առաջի հարցի հետ կապված ինչ ժամանակահատվածում ուզեցիք վարույթների քանակի վերաբերյալ տվյալ ուզեցիք։ Բացառապես 24 թվականի ֆինանսական տարվա։ Հա, շատ լավ։ Եվ հաջորդը ես սկսեմ վերջից, պարոն Խաչատրյան, անկեղծ սա ոչ թե ուզում եմ ձեր հարցի հետ կապված, ես որպես մասնագետ եմ այդ ուզում ճշգրտում անեմ, դուք չմտածեք հանկարծ, որ ինչ-որ ձեր հարցի հետ կապված որոշակի նկատառումներ ունեմ, ես ուղղակի ձեր համար որ ցույց եք տալի, դուք նշում եք էսի թուղթ, մեր համար որպես իրավաբաններ, դատավարական փաստաթուղթ է, եւ չէ, կներեք, ասեմ չի համար, էլի, այստեղ անունը չի էական, դատավարական փաստաթղթի տեսակը էական նշանակություն ունի։ Դուք ասում եք, էսի թուղթ է, որտեղ հիմա դա ուզում եմ հասկանամ ձեր բառերով եւ մեր ընկալմամբ, եթե դատավարական փաստաթուղթ է, վերնագիրը օրինակ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Սա էական է, էլի։
Ոչ մի որոշում քրեական վարույթը կարճելու մասին։ Եվ ամսաթիվը նշեք։ 11:02:25 Երբ 11:02:25 25։ Շատ լավ։ Ստեղ ես այս մասով քնի չէ, երբ որ որոշակի դատավարական ձեր մատնանշած տեսակի դատավարական փաստաթուղթը կազմում է, դատավարական փաստաթղթի մեջ քնիչը ամրագրում է այն փաստական տվյալները, քրեական վարույթով ձեռք բերված այն փաստական տվյալները, որոնք ըստ իրեն, ըստ քնիչի էական նշանակություն են ունեցել վարույթի երգի համար եւ որի արդյունքում քնիչը հանգել է որոշակի տեսակի հետեւության։ Դա ամենևին չի նշանակում, ես ընդհանրակարգն եմ բացատրում, չեմ ուզում էլի, ես մանրամասներին թե որին ինչը չի նշել, ինչն ա նշել եւ որի մեջ պարտադիր չէ, որպեսի մեկ առ մեկ բոլոր փաստերին անդրադառնա, այսինքն օրինակ կարող է ենթադրենք 100 անց հարցաքննած լինի, բայց հնարավոր է ինքը մատնանշի օրինակ դիցուկ 1-2 անձի ցուցմունքներ։ Սա դրա համար ես չեմ ուզում ասենց այս գործին հիմա անդրադառնանք եւ կոնկրետ գործ քննարկենք։ Ես ձեր նշած վարկածը ապրելու իրավունք ունի, ձեր նշած վարկածը, որ օրինակ ըստ ձեզ, որոնք տեղ չեն գտել որոշման մեջ, բայց դրա համար էլ օրենքը նախատեսում է բողոքարկման ընթացակարգ, պարոն Խաչատրյան, օրինակ, ոչ միայն որ որոշումը ըստ էության հետևության սխալ է հանգել դիցուկ քննիչը, այլ նաև որ որոշումը պատճառաբանված չէ, որում տեղ չեն գտել ինչ որ որոշակի փաստեր։ Այս մասով դատավարական ընթացակարգերա, պարոն Խաչատրյան, հնարավոր է օրինակ ձեր նշած փաստերը չեն մատնանշվել եւ դուք դրա հետ, եթե կողմ եք այդ գործով, համաձայն չլինեք բողոքարկեք, պարոն Խաչատրյան, ես չեմ ուզում էլի անկեղծ կոնկրետ գործին անդրադառնալ։ Ավելին նշեմ, եթե դուք որոշակի միջնորդություններ ունեք կամ բողոքարկել եք դատախազական հսկողության ձևով կամ դատական կարգով, սա դատավարական ընթացակարգերա, դուք հնարավոր է մի հանգամանքի հետ համաձայն լինեք, մի հանգամանքի հետ քննիչը համաձայն չլինի, սա ես զուտ ընկալում եմ ոչ թե կոնկրետ ձեր անձի կամ ինչ-որ մեկի հետ կապված, այլ զուտ դատավարական ընթացակարգ էր, պարոն Խաչատրյան։ Շատ դեպքերում մենք իհարկե որոշումներ կայացնում ենք եւ այդ որոշումների հետ դատավարության մասնակիցները համաձայն չեն լինում, այդ թվում նաեւ ձեր կողմից մատնանշված հանգամանքների հետ կապված։ Այս մասով այսքանը, պարոն Խաչատրյան, ինչ վերաբերում է դուք նշում եք 24 թվականի ընթացքում քանի գործ է հարուցվել ոստիկանների նկատմամբ եւ այլն, ես վիճակագրական տվյալներ, եթե ես հիմա այս պահին ձեռքիս տակ, քանի որ առանձնացված չունեմ կոնկրետ, վիճակագրական տվյալներ կարող եմ ձեզ ներկայացնել, օրինակ, չգիտեմ, կոնկրետ տեսակի հանցակազմերի հետ կապված, քանի դեպքով ենք բարոյ նախաձեռնել, դուք կարող եք գրավոր հարցում անել, մենք կպատասխանենք, բայց այդտեղ մի հանգամանքի վերաբերյալ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել, մենք նախորդ անգամ ես նշեցի, մեր վիճակագրությունը ոչ թե օրինակ վարում ենք վիճակագրությունը կոնկրետ իրադարձությունների հետ կապելով, օրինակ թե ոստիկանության աշխատակիցը, որ ժամանակահատվածում է, օրինակ, չգիտեմ, իրականացրել իր ծառայական պարտականությունները եւ այդ ընթացքում թույլ տված հնարավոր իրավախախտումները, այլ մենք ընդհանուր վիճակագրություն ենք ներկայացնում, օրինակ թե օրինակ ձեր մատնանշված դեպքով քանի ոստիկանության ծառայողի նկատմամբ վարույթներ նախաձեռնվել, դրանցից քանիսը ինչ ընթացք է։ Մենք այս ձևաչափով ձեզ կարող ենք տրամադրել։ Շնորհակալություն։ Արձագանք Պողոսյան, եկեք ընդունենք, որ մի քիչ կասկածելի է, այո, կարող է 100 վկայի անունը չտա, որ հարցաքննել է, բայց շատ կասկածելի է, որ նրանց ում անունը տվել է բացառապես ոստիկանները եւ բացառապես մի կողմի տեսակետներն են հիմնավորել։ Եկեք ընդունենք, որ դա առնվազն կասկածելի է։